Ոչինչ բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 23-ն է, 2025 թիվ։ Ես չեմ հիշում, որ երբևէ ես այսպիսի լավատությամբ սպասել եմ ապրիլի 24-ին։ Այսօր նախապատրաստվում է ջահերով երթ։ Ամեն տարի ապրիլի 23-ին ունեցել ենք ջահերով երթ։ Ոչ մի անգամ դա մեծ նշանակություն չեմ տվել, որովհետև ինչը պետք է մեզ խանգարեր, գնայինք մեր հարգանքի տուրքը մատուցեինք ու գայինք։ Եվ ինչն է փոխվելու դրանից։ Ոչ իմանք բացի նրանից, որ մենք ինքներս մեր խղճի, մեր պատմության առաջ ինչ որ հարգանքի տուրք մատուցելով թեթևացած գնում էինք տուն, որ մենք չենք մոռացել, որ մենք պահանջատեր ենք, բայց այս տարի ջահերով երթը եւ ընդհանրապես այս տարի այս արարողությունը լրիվ այլ քաղաքական նշանակություն ունի։ Առավել քան երբևէ մենք պետք է աշխարհով բոլոր տեղերում ցույց տանք, որ այն ինչ պլանավորվել էր իրականացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության նրա մետաստազների ձեռքով չի ստացվել։ Այն է ուրանալ եւ մոռանալ ցեղասպանությունը։ Հա, եթե նույնիսկ դա ստացվել է սա շատ նեղ շրջանակի համար, որը կոչվում է ընդամենը ՏՊ ու կից մետաստազներ։ Ես ամեն տարի շատ տհաճությամբ եմ նայել ինչպես են այժմ դրոշները։ Ազնիվ խոսք ես դրա մասին միշտ գրել եմ, որովհետև երիտասարդները բանի ժամանակ, ջահերով երթի ժամանակ այրում էին թուրքական դրոշներ։ Ես էլ միշտ ասում եմ, ինչ իմաստ ունի անպաշտպան դրոշը այրել, դա ոչ մի բան չի տալիս։ Բայց այս տարի ես այդ ասեք ինչ եմ։ Այրեք ինչքան կա։ Այրեք որտեղ որ կարող եք։ Այրեք ԿՊԱ-ականների նկարների հետ միասին։ Դրեք միտեղ ու այրեք։ Ադրբեջանի դրոշներ, ԿՊԱ-ականների դրոշներ, այդ ԿՊ-ն դրոշում չէ։ Դրանք բոլորը միտեղ դրանց նկարներով պետք է այրել։ Ես լրիվ համաձայն եմ, նույնիսկ ես եմ կոչ անում այրեք դրանց բոլորի դրոշները։ Ոչ թե որ մենք դրանով հերոսանում ենք, չէ։ Մենք իրոք ցույց ենք տալի մեր վերաբերմունքը, այն որ մենք ունենք։ Ցույց ենք տալիս մի հանգամանք, որ դուք ձախողել եք, դուք չեք կարողացել։ Դուք սպանել եք մեզ, մեր երկիրը, դուք թալանել եք, դուք խլել եք ամենաթանկագինը, բայց ոչ մեր խիղճն ու հավատամքը, ոչ մեր բանականությունն ու բարոյականությունը, ոչ մեր արժեհամակարգն ու պատասխանատվությունը պատմության առաջ։ Այրեք որքան կարող եք։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն թուրք Բաղիզադեն, որը դատական հայցեր ներկայացրել Հայդատի նկատմամբ, մեծ ուրեմն $500 միլիոն հայցեր ներկայացրել, որով նա մեղադրում էր պատմությունը աղավաղելու եւ տարբեր հանցագործությունների մեջ, ընդ որում ոչ միայն $500 միլիոն էր պահանջում, նաեւ 25 հոգու նկատմամբ ինչ որ դատական ակտեր։ Ամերիկյան դատարանը մերժել է հերթական անգամ, մերժել է ոնց որ արդեն 3-րդ անգամ դատական հայցը ոչ մի բանով հիմնավորված չհամարելով։ Այսպես Հայաստանում Փաշինյան Նիկոլ, Ամերիկայում նահանգներում ինչ որ Բաղիզադե, հա, որոնք փորձում են հնարավոր բոլոր մեխանիզմներով վախեցնել, ճնշել Հայդատի եւ ընդհանրապես պահանջատիրության գործունեությունը։ Տեսեք, այն ինչ որ ես հիմա ցույց եմ տալու, ինչ որտեղ նաեւ ունի Հայդատի հետ առնչություն, բայց այս պարագայում ես ուզում եմ մի քիչ իրենց առանձնացնել։ Ինչ եմ ասում Հայդատի հետ, սա նաեւ դաշնակներն են Հայաստանում, դե գիտենք, Հայդատը դաշնակների հետ ուղիղ առնչության մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մի կողմից ես իրանց գործունեության եւ հաջողությունների համար ուրախ եմ, մյուս կողմից որ դաշնակցության գործունեությունն եմ նայում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ինչով է նրանց զբաղված ազգային ժողովում, ես չեմ կարողանում այդ երկուսի միտեղ համատեղել։ Հիմա ասեմ ինչու նա բանը։ Այս հենց իշխանության գործը վատանում է, օգնության է հասնում մի անգամից ազգային ժողովի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի։ Դա կլինի վեճերով, դա կլինի իրար հայոյելով, դա կլինի քաշքշուկով, դա կլինի հիմարը դու ես, չէ հիմարը դու ես, հիմարը դու ես, թե հիմարը դու ես։ Մի խոսքով, այս կարգի էժան բաներով միշտ օգնության են գալի, հասնում են եւ
այս կուտակված էներգիան եւ կուտակված հարցերը ուղղակի փոշիացնում են դրանով։ Միշտեր եթե իրանք գոնե մի քիչ ազգային կամ մարդկային դիմագիծ ունենային, իրանք վաղուց պետք է հրաժարված լինեին այս ամեն ինչի հանցավոր մասնիկը դառնալուց։ Հիմա հայդատի եւ հայդատի շուրջ հավաքված հայրենասեր մարդկանց եմ դիմում ես։ Ես չեմ ուզում վերջնականապես ձեզ նույնականացնել Դաշնակցության հետ գործումը, որը ոչ թե գործումը, որը հանցակից է ՔՊ-ի գործունեության։ Դուք երևի շատ լավ հասկանում եք, որ եթե չլինի ազգային ժողով, մենք խորհրդարանական երկիր ենք։ Այս կառավարությունը ուղղակի չի կարող լեգիտիմ գոյություն ունենալ։ Բայց Դաշնակցությունը մնացած Սերժի Քոչարյանի մնացած ուժերի հետ միասին պահում են Փաշինյան Նիկոլի իշխանությունը։ Հիմա ձեզ ինչ եմ խնդրում։ Մենք ուզենք չուզենք, մենք հայտնվել ենք ուղիղ ազգային սարդարապատային վիճակում եւ կառավարությունը, եթե 18 թվականին կառավարությունը հանձնվել է, այսօր կառավարությունը չի հանձնվել, մեզ է հանձնում։ Ինքը ոչ թե անզորությունից հանձնվել է, չէ, մեզ է հանձնում, ծառայում է թշնամուն։ Այսօր ավելի քան սարդարապատային է իրավիճակը։ Ես կոչ եմ անում ցանկացած մարդու հայ, որը իրոք մտահոգ է Հայաստանով, նայում է ինձ կամ մեզ կամ չի նայում, դա էական չի։ Վերցրեք պատասխանատվություն ձեր կուսակցությունների, ձեր միությունների համար։ Բարձրացրեք ձեր մերժման ձայնը։ Կոչ արեք ճիվաղին, որ նա իր պիրս ներկայությամբ չպղծի ցեղասպանության հուշահամալիրը։ Արտահայտեք ձեր անհամաձայնությունը այս ուրացման դեմ։ Մի թողեք, որ դա անեն ձեր կառույցների ղեկավարները, որտեղ նրանք կարող անեն, կարող նայեն իշխանություններին, մտածեն, արժի որ հետները պատամարտել են, գուցե մի 2 տարի էլ մնան իշխանության, հա, դուք հասկացեք մի բան, դուք եք կառույցը, ոչ թե կառույցի ղեկավարները։ Գուցե նրանք հայրենասեր են, բայց կոնֆորմիստ, կոնֆլիկտի չգնացող, ոչ, մենք այդ վիճակում չենք, մենք սարդարապատային վիճակում ենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ մնալ կոմֆորտի վիճակում, մեզ թույլ տալ մնալ ոչ կոնֆլիկտային դիրքում կառավարության հետ։ Ավելի ծայրահեղացնեմ, այսօր ցանկացած հայկական միություն, եթե կոնֆլիկտի մեջ չի հայկական կառավարության հետ, նշանակում է կոլաբորանտ է, նույնիսկ պարտադիր չի, որ նա համագործակցի ցանկացած ազգային կազմակերպություն, դա կլինի եկեղեցի, միություններ, կուսակցություններ, եթե ինքը կոնֆլիկտի մեջ չի հայկական կառավարության հետ, նշանակում է ինքը կոլաբորանտ է, որտեղ այսօր չես կարող։ Ինչ է նշանակում մնալ չեզոք այսօր։ Ինչ, օրինակ, ինչ ասում ես։ Այսինքն ես համաձայն եմ։ Այսինքն դուք լու, ինչ եմ ասում դուք, որովհետև սփյուռքն է, չէ՞ ցեղասպանության անմիջական շահառուն։ Տուժածը, հետևանքները տեսածը, հենց սփյուռքն է, չէ՞։ Ինչ է նշանակում չլինել կոնֆլիկտի մեջ, նշանակում է ուրանալ այդ անցյալը, մոռանալ, ներել։ Դա եմ ասում։ Հարգելի հայրենակիցներ ջան, պահանջեք ձեր կառույցներից անպայման արտահայտել։ Պահանջեք ուղղակի, հա, դրեք ուղղակի կատեգորիկ կամ արտահայտվում են կամ դուք այլևս չեք կարող լինել այդ միության անդամ, որովհետև լռել, հետո ասել դե երևի ժողովը որոշեց որ չի անում ու դուք շարունակեք մնալ այդտեղ, նշանակա դուք էլ ակամա դառնում եք կոլաբորանտ։ Հիմա սա կարող է ծայրահեղմ չի։ Չէ։ Գիտեք, նույնիսկ եմ ասում, սա սարդարապատ է։ Պատկերացնում եք կռվի ժամանակ մեկը շարունակել իր հողը փորել։ Կռիվ, սարդարապատում, մարդիկ եղանով, բանով, չգիտեմ, կռիվ են տալի թուրքական զորքերի դեմ, մեկը շարունակել իր, չգիտեմ, հոտ արածացնել կամ հողը փորել, գիտեք, մայիսը, սա գյուղատնտեսական աշխատանքներ, ամեն տեղ կա, ցանկացած մեկն էլ ինքը անելիք ուներ իր հողի վրա, բայց հասկացա մի բան, եթե ես հիմա չգնամ այնտեղ, այս հողը իմը չի լինելու։ Եթե մենք այսօր շարունակենք զբաղվել մեր առօրյա գործերով, վաղ այս գործերը մերը չի լինելու։ Վաղը մենք նույնիսկ արժանի չենք լինելու զբաղվել նրանով, ինչ որ մենք զբաղվել ենք միշտ։ Որտեվ դերերը դրան պետք է արժանանալ։
հայ կոչվելուն պետք է արժանանալ, Հայաստանում ապրելուն պետք է արժանանալ, նույնիսկ Հայաստան վերադառնալու եւ Հայաստան տուրիստ գնալուն պետք է արժանանալ։ Հասկանում եք։ Ու սա ծայրահեղություն չի։ Սա դառ իրականություն է։ Ուղղակի էլի պետք է նշեմ, որ ամեն մեկն ինքն է վերցնում այդ պատասխանատվության բեռը չափը։ Ու այս պատասխանատվության բեռն ու չափը ուղիղ համեմատական է իրավունքներին։ Եթե մեկը պատասխանատվություն չի վերցնում ստեղ, ինքը չի կարող բալանսավորել իր իրավունքները, նշանակում է իրավունքները չունի։ Ուզենք չուզենք։ Սա բնության օրենքն է, բալանսը սիրում։ Ամեն մեկը Հայաստանի նկատմամբ ունի այնքան իրավունք, որքան վերցրել է պատասխանատվություն։ Եվ դրանպես ոչ միայն Հայաստանի, սա կյանքին է վերաբերում։ Բոլոր բնակավարներին, բայց քանի որ մենք հիմա խոսում ենք Հայաստանի մասին, ես Հայաստանի համար եմ ասում։ Ամեն մեկը ունի այնքան իրավունք, ինչքան վերցրել է ինքը պատասխանատվություն դրա համար։ Դե հիմա հարգելիներս, դուք որոշեք ինչ եք, ոնց եք անում, ինչ եք անում, բայց անպայման մի բան պետք է անել։ Ու դա ժամկետ չունի, դա կարող 24-ին լինի, 23-ին լինի, 25-ին լինի, որովհետև այս ցեղասպանության ուրացման process-ը չավարտվեց 24-ով։ Չի ավարտվելու, սրանք միջև իրանց ուզածին չհասնեն, իրանք չեն գնալու, իրանց բերել են դրա համար, սա չի բրցնելու։ Ուղղակի 24-ը սա կուլմինացիոն կետն է։ Եվ այսպես։ Դրա մասին է խոսում նաև Հայոց ցեղասպանության 113-րդ տարելիցը պետք է դառնա մեր ոչը ճակերտավոր իրական Հայաստան հաջորդ կերպ գաղափարախոսությանը, ասում է Վահագն Մելիքյանը, որը փաստորեն արտակարգ եւ լիազոր դեսպան է։ Ինքն էլ է նույն բանն ասում։ Ինքն էլ է նույն բանն ասում է մենք պետք է ազգովի սրան ոչ ասենք։ Եթե մենք չենք ասում վախը, մեղքի խոստովանությունը, հետևաբար վնասի փոխհատուցման գերագույն դատաստանի առջև սերունդելով կանգնելու ենք մենք բոլորս։ Մենք իրավունք չունենք ոչ մի քայլ նահանջելու։ Տեսեք, այսօրվա չարածը մենք ամբողջ կյանքում չենք կարող ուղենք։ Ամբողջ կյանքում այսօրվա մեր չարածը հետապնդելու է ամես։ Նահանջի տեղ չկա։ Ուզում ես պահակ մի բան լսել։ Երեք նախագահները չեն միավորվում որևիցե մի անգամ այդ իրենց ասած համազգային թշնամու դեմ պայքարելու։ Ու այստեղ հարց առաջանում։ Ավելի ճիշտ ոչ թե հարց, այլ այսինքն ձեր մեջ կա անձնական շատ ավելի անլուծելի խնդիրներ, որը շատ ավելի բարձր է, քան ձեր ներկայացրած ազգային անվտանգությունը, ինքնության սպառնալիքները եւ այլն։ Ու հետեւաբար այստեղից շատ པարզ հարց առաջանում քաղաքական իմաստով։ Կամ որ դուք ասում եք, որ սա թուրք է, մենք բոլորս պիտի պայքարենք նրա դեմ, կամ այս մարդը թուրք չի, կամ սա թուրք է, բայց դուք հայ չեք։ Ինչն է ձեր խնդիրը, որ դուք բոլորդ ասում եք, սրանից են կողմ այլևս աշխարհ չկա։ Սա մեր ազգն է վերահսկում, մեր ինքնությունն է ոչնչացնում եւ այլն։ Ձեր կարծիքով ի՞նչն է խնդիրը, զուտ անձնական թշնամանք։ Հիմա ասեմ շատ པարզ գլոբալ ասեմ, ուրեմն այն իմ կարծիք իշխանության մասին համոզված եմ բոլորը գիտեն։ Իշխանությունը իմ խորին համոզմամբ մեր ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքն է։ Մենք նույնիսկ արտաքին այդքան մեծ սպառնալիք չունենք, ինչքան մեր սեփական իշխանությունը, մեր ինքնության, մեր պետականության համար։ Բայց այս քաղաքական համակարգը, պարլամենտական հանդիպությունը, նախկին ղեկավարները եւ այլն, որ այսպես պարալիզացված սպառում են համակարգը, քաղաքական իմաստով որակական որևէ տարբերություն չունեն իրարից։ Բացարձակապես 0 տարբերություն միմյանցից։ Խոսքը դրա մասին էր։ Խոսքը դրա մասին էր։ Բոլորը նորմալ մարդիկ եկել են, որ քաղաքական ընդդիմության, դա կլինի 3 նախագահների ձևով, դե կուսակցությունների ձևով, որոնք գտնվում են ազգային ժողովում, ոչ մի տարբերություն չկա նրանց միջև։ Որտեղ եթե լիներ տարբերություն, դուրս կգային, չեն մասնակցի։ Ես միտեղ գրել եմ, որ նույնիսկ չեն նախաձեռնում impeachment-ի process,
Մեկը արդարացնելու համար գնում էր, որ իրանց ձայները բավական չեն impeachment-ի հասնելու համար։ Ասում նույնիսկ չեն նախաձեռնում։ Իսկ դու ինչ գիտես, որ դու եթե նախաձեռնես, նույնիսկ ԿՊ-ից մարդ չլինի, որ միանա։ Դուք նախաձեռնեք, թող իրանք տապալեն, բայց դուք նույնիսկ չեք էլ նախաձեռնում, որտեղ վախենում եք կարող հանգարց ԿՊ-ից մեկը լինի, որ միանա։ Եվ ծրավ Նիկոլ Փաշինյանը, հասկանում եք։ Նույնիսկ չեն էլ նախաձեռնում, իսկ ավելի կարճ ճանապարհը ընդհանրապես այս բանից հրաժարվելն է, մանդատներից հրաժարվելն է եւ վերջացնելն է ամեն ինչը։ Հիմա ամեն անգամ ես ինչու եմ սա մեջ վերում։ Երբ որ տեսնում եմ թվացial բանական մարդիկ դեռ հույսեր են կապում խորհրդարանական ներկայացված ճակերտավոր մասը մնդիմության հետ, ես ուղղակի չգիտեմ գլուխս ինչին խփեմ արդեն, ազնիվ խոսք, մի քիչ կարող սիրուն չի ինչու, բայց ես մտածում լավ, էլի ես ոնց բացեմ կամ բացատրեմ կամ իրենք էլ ինչ անեն, որ հասկանալի լինի, որտեղ կոնֆլիկտ չկա, այդ կոնֆլիկտը ստեղծում է մեր համար, նայելու համար, այս շոուն, այս թատրոնը, որ մենք համաձայն չենք, բայց ճար չունենք, հա, մենք ճար չունենք, իրանք տանում են երկիրը կործանման, բայց մենք ճար չունենք, բայց մենք չենք էլ դուրս գալիս, որ իրանք չտանեն կործանման, այս է մարդը ասում, որ դուք ասում եք Նիկոլը թուրք է, կամ ինքը թուրք չի, կամ դուք էլ եք թուրք, իսկ ես այն կարծիքին եմ, որ բոլորն են թուրք, ոչ թե բոլորը թուրք են, իրենց ընտրյալ, հատ ընտրած, բերել են նշանակել են դեր, որ սա իրականացնեն, և այսօրով Արծվիկ Մինասյանը, որ լուրջ դեմքով ասում է, այս կոնֆլիկտ ինչի համար ես քաշքշուկը ես, հա, այս ապուշությունը, ինչի համար ես սա, գիտեք, մեկն է ժպտում է, գիտեք սա ինչի համար է, որ առաջարկվել է նախագիծ ցեղասպանությունը հերքելը քրեականացնել։ Ես սա որ լսեցի, ես որ տեսա այս ապուշությունը, ասի այսօր ինչ են իրար քաշքշում, ինչ է։ Հա որ պատճառը կարդացի, ասի մի վարքյան, ոնց որ մոտս դեժավյու է։ Զանգ ընկերոջը, մի անգամ զանգ, ընկեր Ալություն Բաղդասարյանի փաստաբայսում։ Պարոն Բաղդասարյան, ես ինչ-որ մի բան լավ չեմ հասկանում։ Նոր բան օրենքապետ ցեղասպանությունը ուրանալը դատապարտելու համար, հա? Ասեց, ինչ օրենք, մեզ օրենք պետք չէ, մենք արդեն այդ հոդվածով Արարատ Միրզոյանի նկատմամբ քրեական գործ ենք դիմել, որ դիմում են գրել, որ դրա վրա քրեական գործ հարուցեն։ Ես հիշեցի, որովհետև երբ որ Արարատ Միրզոյանը ուրացավ, հա, մենք դիմում ներկայացրեցինք դատախազություն, մինչև այդ գործերը այսպես են արել ու հետ են տվել։ Որոնտեղ ինչ-որ մի բան, փաստացի հանցանք կա, ձայնագրությունը կա, խոսքերը կան, բայց դատախազությունը մի բան է մոգոնել, լավ է կարել որ դուք մոգոնել եք, դուք տես ձեր գլխին ինչեր է մոգոնվելու, հետո պետք է լացեք, ասեք, բա օրենքը, բա ուր մնաց օրենքի տառը, ես ձեզ այդ ամեն ինչ հիշեցնելու եմ։ Դες որ դուք հիմա ինչ անում եք, ուղիղ ձեր գլխին է գալու հետո։ Ինչ որ է։ Հետո հիշացես որ մենք ախր չէ որ այդ հոդվածի հիման վրա դա 136-րդ հոդվածն է։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն է, որը ենթարկվում է պատասխանատվության, ընդ որում իշխանության ներկայացուցիչների պահով, եւ իրանք դա հանրայնացնում են լինելով իշխանության մաս, 2-ից 5 տարի է հասնում դրա համար։ Այսինքն այդ օրենքը կա։ Հիմա հարց։ Արծվիկ Մինասյան, այդ քո տարիքին, այս քո այդքան հասարակական ճակերտավոր եմ էլի ասում, հա, գործունեության մեջ, այս տարիքին դառնալ կապիկ, դիսկոմֆորտ չի։ Մի քիչ անհարմար չես զգում դու քեզ։ Գնաս այդքանից հետո մարդկանց հետ շփվես։ Չնայած ինչ ոնց ու անհարմար կզգաս, դու անհարմար զգայիչ, այսքան տարին Նիկոլ Փաշինյանի չէի պահել է վարչապետի բանը աթոռի վրա։ Բայց ամեն դեպքում ձեր մեջ մի քիչ ինչ որ մարդկային բան կա։ Հա դե Լիլիթ Գալստյան կա նստած։ Ձեր լսեք այդ դիսկոմֆորտ չունեք դուք։ Heç ոչ մի բան չեք զգում դուք։ Ամեն ինչի չափուսաման ունի, չէ՞։
Հիմա այդ երկու դաշնակներին էլ երևի դրսից բան է, որ գնում է երևի դուրս բռնում են, դիմավորում են, ժպտում են երևի սելֆի են անում հետները։ Լավ, դուք ինչ եք անում, ժողովուրդ ջան։ Դուք ինչ, սա կոլաբորանտիզմ է կոչվում, սա համագործակցություն է, սա թշնամություն է հայկական ամեն ինչի նկատմամբ, պատմության, հիշողության, հիշատակի, սրբությունների, բարոյականության տեսակի, արժե համակարգի նկատմամբ սա հանցագործություն է, դուք ինչ եք անում։ Դες մի հատ ֆրանսիացի բան կա։ Վալերի Բուայե։ Դա ինքինն է, որ այդ ավան նախագիծն է առաջարկել ցեղասպանություն ուրանալու նկատմամբ ուրանալու պահով բան պատասխանատվության ենթարկել։ Այս մարդը ազգության ֆրանսիացի է։ Իր համար դա կարևոր է, օրենքի մակարդակի վրա, որ պատժվի։ Հայաստանում կա այդ օրենքը, հələ որ չի աշխատում, փոխանակ պահանջեն, որ օրենքը աշխատի, ասում են, բերեք մատ օրենքի նախագիծ, ասեք օրենքը կա, արա, այ կապիկ։ Եկը մեծ մարդ եք, դուք երևի արդեն թորներ ունեք, դուք գետինը չեք մտնում, դուք որ գնում եք տուն, չեք ամաչում ձերին, ասկն չնայած էլի գալիս եմ նույն տեղը, մենք տարբեր աշխարհներում ենք ապրել։ Ես մոռանում եմ, որ դուք ձեր ամբողջ կյանքն եք այտենց ապրել, ու սա նոր բան չի եւ ձեր կյանքում ի՞նչն է։ Նոր բան չկա, որ դուք այսը նոր է կարող ես սկսեմ ամաչել։ Աշխարհն այդ օրենքը ընդունում են համար։ Մենք նոր օրենքի նախագիծ ենք ուզում առաջարկել, այն բարեբեր երբ որ օրենքը կա։ Փոխանակ պահանջենք, որ օրենքը աշխատի։ Նույնիսկ ցեղասպանությունը ուրանալու կասկածի տակ դնելու համար Լեմկինի ինստիտուտը հայտարարություն արեց։ Ասես Փաշինյան Նիկոլ, ոնց որ դու հանցագործ ես։ Ընդամենը 1 տարի առաջ, երբ որ ցեղասպանություն բառը նույնիսկ չօգտագործվեց, հիշեցնեմ ձեզ։ Մարդկային Էյնշտեյնն է լավ ասում, երկու բան կա, անծայրացիչ, մեկը տիեզերքն է, մյուսը մարդկային ստորությունը, ինքը հիմարություն է ասում, բայց ես ստորություն ասեմ, էլի։ Ընդ որում ասում է, երկրորդի վրա կասկածում եմ, որ մարդկային ստորությունը կարող սահմաններ ունի։ Չէ, ասում է, առաջինի վրա եմ կասկածում, որ ասում այդքան էլ անսահմանափակ չէ, էլի տիեզերքը սահման ունի, բայց մարդկային հիմարությունը, ես կասեի, ստորությունը սահման չունի։ Սա Գերան Նազարյանն է։ Նրանք, ովքեր ասում են Արցախի էջը փակված չէ, բա Կարսի շարժումքի չեք սկսում։ Ասում է մեկը, ոյ տղա, մահացել է Արցախը։ Չի մահացել, սպանել են։ Ու ինքը ծառայում է նրան, ով սպանել է իր երեխուն։ Գերան Նազարյանը, ես ինձ բան չեմ ասում։ Իրան հնարավոր չի բան ասել, իրան ոնց կարող ես մեկի բան ասես, որ երեխուն սպանել են, ինքն էլ սպանողի ձեռից հասաուտում։ Իր հանցագործություններն էլ ծածկում է, որ այդ մարդասպանը էլ երեխեք սպանում։ Իրան էլ հնարավոր չի բան ասել։ Իրան բան չես կարող ասես։ Չկա, սահման չկա, տիեզերքն է։ Որ Էյնշտեյնն ասում է դա սահման չունի։ Սրան բարև տվող, տեսնող, ժպտացող դուք հասկանում եք դուք ում եք բարև տալի եւ ժպտում։ Մեկին, որ իր երեխու մահն է ուրացել։ Ինչ է կարծում, դուք իր համար արժեք ունեք, որ դուք իրան ժպտում եք, կամ ձեռ եք տալի, կամ օգնում եք, կամ ընդհանրապես բարև եք տալիս։ Սա պետքա մենակության մեջ, ասես միջանցներով քայլելուց պետքա կողքից անցնող գնացողը չքեր երեսին։ Բարին բուն իմաստով եմ ասում։ Ինչ կարող է լինել ավելի գարշելի, զզվելի, քան սեփական երեխու մահը ուրացողը, իր երեխուն սպանողին ծառայողը։ Ինչ ավելի ինչ կարող լինել։ Սրա հետ շփվողներին ինչ կարելի է ասել։ Մենք եք չէ խոսում, որ հասարակական պաստավանքի ինստիտուտը ամենաուժեղ աշխատող ինստիտուտն է։ Այն դատավորին, որ ասել է նախկին ԿՊԱ-ական, վատ է զգացել իրան։ Դուք հասկանում եք, ասել է պետք, հիշացնել է պետք ամեն վարքյան, ամեն վարքյան։ Հիմա սա ինչ կարաս ասես։ Ես իրան բան չեմ ասում, բայց ես ասելիք ունեմ սրա հետ շփվողների հետ։
նույնիսկ կրկնում, եթե մի մարդ իր սեփական երեխու մանա ունացել, իր համար այդ էջը փակված է, բացվել է լափի էջը, իր երեխու էջը փակել է, բացել է լափի էջը, սենց մարդու համար դուք իր այդ շփվողները ինչ արժեք պետք է ունենաք, ինչ Միացեք մտածեք, ես բան չեմ կարասում։ Եվ այսօր եկել են բանից ասում են, որ նոյեմբերին, որ ես մեղրի եմ տալիս, որ ես մեղրիով միջանցք եմ տալիս։ Նոյեմբերին այո այդ թեման եղել, այդ թեման էլ ա եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ ա եղել։ Եվ ես մարդիկ կան այստեղ ներկա են։ Մեզ հիմա ուժերի գլխավոր շտաբի պետը ասում է ստորագրի եք թուղթ տենտեր վիճակում, ես ասել եմ ձեռներս կկտրեմ, չեմ ստորագրի։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գան, գնանք ասենք չէ, չկա այն էլ, չկա այն էլ, չկա այն էլ, չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմը սկսել։ Տրամաբանություն ունենա, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ եւ այն ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրանց հսկողության տակ։ Ես այս տակարկի չեմ լսում, ես այս կողքինների դեմքին եմ նայում, զգում եք ինչ նման են բոլոր իրար, դուք զգում եք, որ սրանց հատուկ են ընտրել, ընդ որում այն տեսակն են ընտրել, հատուկ ծառայությունները սենց բան ունեն, իրանք երբեք չեն գնա գաղափարական մարդուն վերմով կանելու, դա ծախսատար եւ երկարաշխատանք անիմաստ, երբեմն անիմաստ, հա, ընտրում են հիմնականում թիրախի մեջ են վերցում, ամենաանսկզբունք, ամենաանճար, ամենազզվելի, ամենայն որ սենց որ կողքով տանցում, բայց դու չես նկատում, որ մարդ անցավ, էլի, այդ տեսակին, որ սենց հիմա նայում ես, նույն դեմքն է, սա նույն դեմքն է, սրանք այս բանից են կոն, որ դուրս գա մի պահի շանություն տնեն, շանություն չնեն, սրանց մասին ով է լսել երբևէ, են հետևի են կամ կողքինի, սրանց մասին ով է երբևէ լսել, էլի չեք լսելու, շուտով էլի չեք լսելու, դաման եմ ասում, սրանց որ ես նրանց դեմքին եմ նայում, ասում ես ինչ ընտիր բան է եղել, կաստինգ է եղել, ընտրությունը, թել են էլի, ժողովրդի մեջից կցել են ամենայն երկելի, զզվելի տեսակը, որ դրանց իրանք ոչ կարիերա կարային ունենային, ոչ ընկեր կարող էին ունենալ, ոչ կրթություն ունենալ, ոչ մի բան, ու իրանք դա ունենալու դիմաց, ինչ է պետք որ ծախեն, պատրաստ են եղել ամեն ինչ, ընտիր կաստինգ է եղել, ընտրությունը ֆանտաստիկ է, սենց դրա համար 7 տարի է իրար կողք են, ոչ մեկ չասեց, արա լավ էլի, ես այսքան ստորացություն չեմ կարող գնամ, չէ, այսքանը, սայց ենքով ես չեմ կարող անեմ, չեղավ մեկը իրանց մեջ, որ հրաժարվեց ճանապարհի կեսից, ասեր, արա լավ, ես ոնց կարամ, այսօր մի բան ասեմ, վաղը մի բան ասեմ, այսօր թքեն երեսից, վաղ ասեմ, լավ ես արել, ես տես բան չեմ ասել, լսենք շարունակությունը։ Ինչ մեր հսկողության տակ կա, մնա մեր հսկողության տակ։ Ես ինչ ասացի, եթե մենք ուզում Նայում եք ավազի ժամացույցները Հայաստանի դրոշով։ Գլխի վրա շուրապում էր այս տականքը։ ենք, որ հետևողականորեն ամուր պահանջենք, որ ինքը տա, պետք է մենք գանք հանգնենք մեր սահմանի դիրքերի։ Հազարավոր հեկտարներ վարելահողեր կան, որոնք գտնվում են իրաց տիրապետության տակ։ Եվ երբ որ այս թեման եկել է, մենք էլ այդ թեման ենք բերել բանակցությունների։ Ասել ենք, որ այս թեման այնպես չի, որ մենք ունենք հողեր հազարավոր հեկտարներով, հողեր Տավուշի մարզերից իմաստով ամենաշատն է եւ Բերդի տարածաշրջանի հողերեն հազարավոր հեկտար գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ սա էլ է բանակցային, մենք էլ դրել ենք դա բանակցային սեղանին եւ դրեց են բանակցային սեղանին, իրենք տվեցին ամեն ինչ։ ասել են, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում։ Եվ այդ ընդհանուր համատեքստը 100%-ով երաշխավորում է, որ տենց ըլնելու է։ Ես կասեմ 100%-ով չեմ երաշխավորում, բայց ես գիտեմ, որ քայլ անելով կգնանք կհասնենք 90 եւ ավելի տոկոսի։ Բայց եթե մենք այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ պայթյուն առնելու մեր տարածաշրջանում նոր։ Ինքը երաշխավորում է, որ եթե ինքը չտա, ինքը երաշխավորում է պատերազմա լինելու։ Եթե մենք օրինական երկիր լինեինք, իրավական երկիր լինեինք, պալանավորած լինեն հենց հետո դուրս գար, ձեռնաշերտանները խփեին ձեռքերի վրա։ Դրա համար էլ զզվում եմ այն իսավելուծաբաններից, որոնք Փաշինյան Նիկոլի մասին խոսում են որպես լեգիտիմ մարդ։
լեգիտիմ ղեկավար։ Դրանք կամ տոտալ անգրագետ են, ասեմ, այս խոսքերով ասում եմ, ես երաշխավորում եմ, որ եթե չտանք պատերազմա լինելու։ Նայեք, այսի ինքն է ասում, ես չեմ ասում, չէ՞։ Սա շանտաժա Էնել երկրի ղեկավարի կողմից ինքը շանտաժանում, վախեցնում է սպառնալիքի տակ մարդկանցից հողավերցում որ տա թշնամու։ Սպառնալիքի տակ նույնիսկ պայմանագրեր չեն ստորագրվում։ Ցանկացած պայմանագիր, որը ստորագրվում է սպառնալիքի տակ, լեգիտիմություն չունի։ Այս տականքը շեփական այդ գյուղացիներին սպառնում է որ ձեզ կոտորելու են։ Ինձ ասում է ես էլ երաշխավորում եմ։ Որպեսզի ձեզ չկոտորեն, էսի պետք է տանք։ Ինչ է երաշխավորում որ իրաց կոտորելու է։ Ու այսքանը լսելուց հետո Հայաստանում եթե մեկը խոսում է իրավական պետության, իրավական գործընթացների մասին կամ լրիվ կատարյալ իդիոտ է կամ վարձկան, մեջտեղը բան չկա, ժողով։ Դուք ինձ մի հարցրեք, սրան մասին ինչ կարծիք եք, եթե մեկը սրան համարում է ոչ հանցագործ, պետական դավաճան, ոչ պետական դավաճան, ու ինչն է դավաճանը։ Sistemին առաջին որտես իրացումներ են։ Ունենք հանդի գերեզմաններ հայկական 5։ Չէ, մեր կանտոն, հենց մեր ոստի առաջնա, այսա որ կնակ մեր եկեղեցին 7-ը։ Մեր ոստի հետ ասեք, վայ 50 մետր են կողմ Ադրբեջանը։ Ասեք, վայ ինչ դա որ 50 մետր են կողմ Ադրբեջանը։ Մենք դեռ արևտուր կանենք։ Հասկացա՞ք։ Բարասանան որ նույնիսկ Աբրահամյանն է արդեն չի դիման։ Պատկերացրեք, ասում Իսրայելի վարչապետի կոչը կոչ անել մտածել արդյոք հոլոկոստի մեջ չկա հрьяաների պատասխանատվությունը։ Երևի բոլորի մոտ ինչ որ մի ձև հասունացել է արդեն։ Եվ Նիկոլ Փաշինյանը մի խոսքով կարողացել է հասնել դրան, էլի։ Կարողացել է հասնել դրան, որ նույնիսկ Ադամ Աբրահամյանն է դա մասին խոսում։ Դա մալ ասում ժողովուրդ, եթե մեկը բարձրացեն չի ասում, որ սա հանցագործ է, կամ կատարյալ անմերսունակա կամ ուղղակի վարձկա, կամ հենց ինքն է դավաճան։ Այո, պատկերացրեք ինչ կլիներ հրեաների վարչապետի հետ, եթե ինքը սկսեր կասկածի տակ դնել։ Արդյոք հրեաները ինքնին չեն հրահարել։ Սա ուղիղ թուրքական քարոզությունն է։ Ուղիղ, որը հայկական մեդիաներով, հայկական անձնագիր ունեցող չմարդկանց վերանով արտահայտվում։ Դա եմ ասում, Սփյուռքի մեր հայրենակիցներ։ Ես ինձ թվում է կարիք չունեմ ապացույցներ բերելու, որ այս իշխանությունը ծառայում է Թուրքիային, ռուս-թուրքական դաշինքին, ասենց ասեմ, հա, իրականացնում է այս համատեղ ծրագիրը։ Ցեղասպանությունը կազմակերպել են համատեղ, իրականացել են համատեղ, պատասխանատվությունը կրում են համատեղ։ Պայմանագիրներ կնքել են բարեկամության խաղաղության համատեղ մեր հաշվին, մեր չլինելու հաշվին, ու դա հիմա իրականացվում է։ Հիմա մեկը Երևանի կողմից ասում է՝ մի վարքան, ցեղասպանությունը չեն կազմակերպել համատեղ։ Սխալվում եք։ 14 թվականից Հայաստանը գտնվում էր ռուսական մանդատի տակ։ Բրիտանիան տվել էր Ռուսաստանին, որտեղ ինքը պատերազմի մեջ էր Գերմանիայի հետ։ Հայաստանի պատասխանատուն տարածաշրջանի Ռուսաստանն է, իսկ ինքը ասեմ ձեզ ինչ արեց, զենքեր հավաքեց, դուրս եկավ, ասեց, խնդրեմ։ Իսկ Սասունում 300 մետրի վրա կանգնած, ինքը կանգնած, զորքը կանգնած, նայում էր կոտորածին, ոչ մի միջամտություն, ոչ մի, իսկ 300,000 ամբողջ տարածից զորակոչված հայեր, ինքը ասես վերցեց, ուղարկեց Բալկաններ։ Այսօր, եւ որ ասում համատեղ, սա օդի մեջ խոսակցություն չի։ Մեկը ուզում է ուզի, մեկը ուզում է չուզի, սա պատմական փաստ է։ Մեկ-մեկ ինձ գրում են մենք իհարկե ձեր համաձայն ենք, բայց Ռուսաստանի նկատմամբ դուք հատուկ վերաբերմունք ունեք։ Ասեք, դուք ոնց կարող եք Թուրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունենալ։ Դուք ոնց կարող եք չտեսնել, որ սա համատեղ նույն որակի, նույն ծրագիրը իրականացնում։ Հիմա որ դրանով Ռուսիա այսպես ասեմ ինքն թշնամին չի, եթե ինքը բացահայտ թշնամություն արի ու հիմա էլ անում մազգի նկատմամբ։ Որ անունը Ռուսիա, Թուրք չի, այսպես ասեմ, չէ։ Դուք ուզում եք ասեք, բայց դուք էլ պետք է ասեք, ինչի չի։ Ես ասում եմ ինչի է թշնամի։ Մեզ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կոչ են արել կառավարությանը ճանաչել այլևս ցեղասպանությունը։ Հիմա կասեն բրիտանացիներին, ամեն տարի կոչ եք անում, չեք անում։ Ես ասում եմ կոչ են անում։ Կոչ են անում ամեն անգամ Թուրքիային հիշացնում են, որ ցեղասպանություն է արել, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էլ ուրանա,
Դու պետք է ճանաչես, մենք քեզանից դա ուզում ենք, սա է ասում։ Մինչդեռ ռուսական կողմը, ռուսական կողմը ուրիշ բան ասում։ Միջև հասնենք ռուս։ Լավ, ես էլ ասեմ, ես Մոսկվան ասեմ։ Իսկ Մոսկվան մտահոգված է։ Մտահոգված է Հայաստանի ԵՄ-ին միանալու ձգտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՄՏ-ի իր առավելությունը Ռուսաստանի արտգործնախարարություն։ Իր դարձը Ռուսաստանի ուրիշ բան է։ Հայաստանը պետք է իր, ոնց ասեմ, Ժողովուրդ ջան, ոնց ասեմ, ռուսական կայսրությունում սենց է եղել։ Ինքը ունեցել է մի հատ Մոսկվա եւ Պետերբուրգ։ Այդ երկու կենտրոնները պետք է ապրեին ըստ պահանջի։ Ատեղի քաղաքացիները համարվել են միշտ հատուկ կարգի քաղաքացիներ։ Այսինքն Ռուսաստանը, սովետական միություն կլի, Ռուսաստան կլի, ինչ ուզում անի։ Այն տեղն է, որ նույնիսկ դու այդ քաղաքներում, եթե գրանցում չունես, չես կարող ապրել։ Պատկերացնում եք, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարևոր չի քո գրանցումը որտեղ է, դու որտեղ ես հաշվարկված։ Որտեղ ուզում ես գնա ապր։ Ու կյանքում Նյու Յորքի փողոցներում քեզ չեն կանգնի պրոպիսկա ուզեն։ Ասեն դու ստե գրանցված ես, որ դու ապրում ես։ Հա? Կամ ասեն քեզ տուն չենք տալի, որ դու գրանցում չունես։ Սա բացառապես այդ երկրներն է հատուկ։ Ինչի, որովհետև բոլորն ուզեցել են ապրել ընդդեմ, չէ, բայց դա չի լինի։ Դուք բոլորը պետք է աշխատեք այն ծայրամասերը։ Ծայրամասերը, դա կլինի Ռուսաստանի ծայրամաս, Կասպիության ծայրամաս։ Այսինքն բոլորը դիտարկվել են սենց ստրկա դաշտեր, այսինքն տեղեր, որոնք մարդկանց աքսորել են, որտեղի ընդերքը քանդել են, բերել ծառայեցել են Ռուսաստանի։ Այդ երկու քաղաքին, բայց Ռուսաստան բանը, որ 50-60 կիլոմետր գնում ես Մոսկվայից այն կողմ, դա արդեն Ռուսաստան չի։ Դա արդեն Հայաստանից եւ ավելի վատանդ է, հա։ Այս ամբողջ այս տերությունը, այս մեծ կասությունը աշխատել է երկու քաղաք պահելու համար, իր բնակիչներով։ Մնացածը ինչ կլինեն, ոչ կլինեն, բացարձակապես էական չի։ Դա չի նշանակում, որ հայը իրանց համար ավելի վատ է, քան ասենք Ղազախը կամ թուրքմենը կամ վրացի։ Չէ, նույն ձևը։ Նույն ձևի մարդ չի։ Հասկացեք, մարդ դա, որ ասում են, բացառապես վերաբերվում է հենց այդ կենտրոնական քաղաքի ապրողներին ու իշխանությանը։ Որ սենց է, միջև հիմա նույնիսկ եմ ասում տենց, ամբողջ այս ռեգիոնները պետք է աշխատեն։ Իրենք դիտարկում են Հայաստանն էլ այդ ռեգիոնների մեջ է, ռեգիոններից մեկը, դրա համար էլ հանքարդյունաբերությունը, ճանապարհը, կապը, ամեն ինչ իրանցն է։ Ամեն ինչ իրանցն է։ Քանի որ մենք խոսել ենք բանի մասին, այդ երեքի, այդ երեք նախագահների, սա ես էլ ասեմ ինչ մեկ։ Ես գիտեք ինչ միջոցառում է։ Մենք մեր զինվորի կողքին ենք։ Մենք մեր զինվոր, սա ապրիլյան քարորիայից հետո է, որ ժողովուրդը ասում է մենք մեր զինվորի կողքին ենք, այն ոչ անտերեք թողեն, որ դավաճանել եք։ Սերժիկ, սա դու ես, այն էլ Հովսիպյանն է, Վալերիկդ։ Է որ դարձավ Սահուն Նիկոլի ոստիկանապետը, Նիկոլի սրտի ոստիկանապետը։ Ու մեկ էլ անմեղսունակ մասան, սրտիկներ, բաներ, այս սրտի ոստիկանապետը, առանց մտածելու, ուրացավ միանգամից այս ամեն ինչը։ Չեմ, ես եկել են իրան զինվորին էին աջակցում, բայց չէ, ոնց թե։ Ոնց է, Սերժիկ, դու ես էսի, ինտերնետն էց հզոր բանը ամեն ինչ պահում է։ Այն տղեն, որ ասում էր, որ երեք նախագահները պետք է ասում, որ ասում են նա թուրք է, պետք է խոսող է կամ նա թուրք չի, կամ դուք էլ եք թուրք։ Իսկ ես դրաման ասում եմ, դուք էլ եք թուրք, դուք նույնն եք արել, նույնն եք եղել։ Սա հիմա ձերբակալում են այն մարդկանց 16 թվականին, որոնք ասում են մենք մեր զինվորի կողքին ենք, այս ոստիկաններն էլ պետք է կաննեին, չէ՞ իրանց կողքի ասեն, մենք էլ ենք մեր զինվորի կողքին, մեր զինվորի կողքին ենք ո՞րն է, մենք էլ ենք զինվոր, հələ մեր հակուկապին նայի, մեր վզի հաստությանը նայի,
մեր աշխատավարձին ու քշած մեքենաներին, բա մենք ենք զինվոր, չէ՞։ Այսօր սրանց Նիկոլի Ենիչեյների մեջ ով կարող է տարբերություն դնի, կամ նույնց եմ ասում էլի բացարձակապես իդիոտ է, կամ ամմերսունակ, որը նույնն է, կամ վարձկան։ Չկա սրանց մեզ ոչ մի տարբերություն, սա նույնը, նույն ձեռագիրն է։ Սրանք էլի ոնց զինվորի թշնամին են եղել, ոչ ժողովրդի թշնամին են եղել, սրանք մի բան գիտեն։ Իրանց կերը ով դրել է այդ օր իրանց դեմը, իրանց համար են մարդկանց գզում, կարևոր չի դիմացին, ով է, 1000 երեխաներ լինի գզելու է, ոնց որ այդ բանն է, Գեղամը Նազարյան։ Քանի որ արցախցիների թեման ակտիվացել էր, այսօր Սերգեյ Ամիրյանը լավ բան էր, ինձ հիշած, ասկի գնել էր, մի կա հայկին բան հիշեցինք ստերից, ես ուզում եմ ձեզ ներկայացնել, էլի։ Սա չնայած այս պահին խոսելու կամ գրագրում անելու իմաստ չկա, բայց Սահել Սարյանյանն իր հայտարարությամբ ստիպեց, որ անդրադառնան իրեն եւ այնուամենայնիվ երկու խոսք ասեմ Արցախի թալանի վերաբերյալ, որ իրականացվել է փուլերով 2009-10 թվականներից մինչև 20 թիվ, սեպտեմբերի 27-ը, մինչև պատերազմը։ Եվ 20 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 23 թվականի սեպտեմբերի 20-ը։ Նախ պետք է տարանջատել Արցախի թալանը անտառներ ընտրել, ՀՀ-ից բերած եւ Արցախում լվացված գումարների յուրացում, ճիշտ ասում։ Դա կա ռեգիոնալ թալան, մեկ էլ ստեղից գնաց, Հայաստանից գնացած թալանը։ Փոքրատիվ հանրային գործիչներ ու Մարիամ Պողոսյանի կողմից ներկայացված $450, որը տնվել էր 48 գումարի չափը, $467 միլիոն, որը տնվել է 48 ընտանիքի Արցախի, եղել է առաջին էտապում, այսինքն մինչև 20 թիվը, այսինքն մինչև Թավշյա հեղափոխությունը։ 20 թվականի պատերազմից հետո Արցախ են մտել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնց ակումբաբանությունը դեռ հայտնի չի։ Կներեք, ուրեմն 467 միլիոնը հանրամել է մինչև 18 թիվ։ Դրանից հետո ավելի մեծ գումարներ է եկել։ Դրա համար էին ամեն ինչ անում, որ Արայիկը դառնալ նախագահ։ Ալենի Արայիկը, Ալենը քնում էր Արցախում, գնացել էր Արցախի թիմով, որ Արայիկը, Ունիտազ Արայիկը դառնել նախագահ, չէ՞։ Եվ այսպես, որոնք նույնպես յուրացվել են այն սրիկաների կողմից, ովքեր մեծ ունեցել թշնամու Շուշիի, ավանդ են ունեցել թշնամուն Շուշի հասցնելու գործում։ Շուշի իրանք են հասցրել թշնամուն, որից եմ ասում, Շուշի չի գրավել թուրքը։ Արայիկին վերցել են ձեռքերի վրա, ասել են Շուշի։ Բացի դրանից, ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների պայմանավորվածությունները համաձայն 20 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին հաջորդ շրջանի Շուշի պետությունը պետք է հատկացնել փոխհատուցումներ, տեսեք, մուրհակների ձևով, եւ նրանք պետք է ապահովեին բնակարանով։ Նշված սոցիալական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարները նույնպես հատկացվել էին Արցախին։ Ասեմ ավելին, նույնիսկ մինչև 24 թվականի հունվարի 1-ը նախատեսված ուսանողների թոշակներ էին փոխանցվել Արցախին։ Պատկերացնեք, արդեն Արցախ չկար, բայց արդեն թոշակներն էլ էր փոխանցվել Արցախին։ Բայց ինչպես ուսանողները, այնպես էլ սոցծրագրի շրջանակներն իրենց հասանելի շահառումները, իրենց հասանելի գումարները չեն տեսել։ Ուղարկվել է ամեն ինչ, բայց այդ գումարները իրանք չեն տեսել, ինչպես չեն տեսել 467 միլիոնը, ինչպես չեն տեսել Արցախի դերքի հարստությունը, նայած եկած եկամուտները, ոչ մի բան չեն տեսել։ Բացի դրանից, նրանք վարկերը փոխհատուցումներ են հատկացել իրենց կուսակցական ընկերներին, ընտրություններ ձայներ ապահովողներին, կերծ ընդդիմադիր սդիկաներին, այսինքն այդ գումարները գնացել են ներսի քաղաքական հարցերը լուծելին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ շրջափակման օրերին հենց այդ սդիկաների բերանով էին ասում, թող բացեն ճանապարհը, դուրս գանք, մարդկանց նախապատրաստելով հայրենիքը լքելուն։ Այսինքն այս թալան, ովքեր այս թալանը կազմակերպել են, շրջափակման օրերին հենց իրանք էլ այդ քարոզը տարել են։ Ես էլ ձեզ հիշեցնեմ, որ շրջափակումը կատարվել է հենց իրանց ձեռքով, այս Հայկ Խանոմյանը, Գյալմեն, որ այսօր ելույթներ ունենում,
Հա, Վիտալի Բալասյանն է, որ այսօր ելույթներ անում, իրանց ձեռքով է փակվել, բլոկատան սարքվել, հետո իրանց ձեռքով էլ քալոզը գնացել է, որ թող բացեն, մենք գնան։ Հիշում եք, ես ամբողջ այդ 10 ամիս ասում եմ, որ Արայիկի միակ փրկությունը Արցախը լուծալենն է։ Որտեղ այդ թալանը, այդ մասշտաբի հանցագործությունները ծածկել հնարավոր չի, կոսկել հնարավոր չի։ Միակ տարբերակը չկա Արցախ, չկա քրեական գործ, չկա պատասխանատվություն։ Նույնը Փաշինյան Նիկոլի համար է։ Նույնը Փաշինյան Նիկոլի համար է։ Ծրագիրը նույնն է։ Եվ այսպես հատուկ ուզում ընդգծել, հա, այդ արդեն կարծացի։ Մարդկանց նախապատրաստելով հայրենիքը լքելուն։ Ինչևէ, առաջին этаպի թալանը մեզ հասցրեց 20 թվականի նոյեմբերի 9-ին։ Երկրորդը 23 թվականի, արդեն 23 թվականի սեպտեմբերի 20-ին։ Չնայած գաղտնի ուհուշ, գաղտնի փաստաթղթեր թողել են Արցախում ու վառել են հիմնադրամի արխիվը, պետք է նշեմ, որ բոլոր փաստաթղթերի պատճենները կան Հայաստանում։ Սա Շարամանյան Սամվել, բախտը չի վերել, ոչ էլ Կոբիտով։ Առնվազն 30 մարդու ձեռքում կես միլիոնից մինչև 4.5 միլիարդ դրամ վարձ տրամադրելու մասին։ Պատկերացնում եք։ Առնվազն 30 մարդու ձեռքում կա փաստաթղթերում կես միլիոնից մինչև 4.5 միլիարդ վարձ տրամադրելու մասին։ Վերցրել փողերը։ Այդ թալանը փրկելու հետ կորցնելու նպատակով դավադիր պայմանավորվածությունների արդյունքում կորցրեցինք Արցախը, որ ես ասում եմ արդեն։ Այո, Արցախն իր Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե չլինեին իր ու Արցախի վերնախավի դավադիր պայմանավորվածությունները, Նիկոլը չէր կարող Արցախը հայաթափել, թեկուզ իր ասած թռնել վերև իջներ ցած։ Ասացից վառ ապացույցն է համացանցում պտտվող տեսանյութը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես երկու հոգի հրաձգային զենքով ստիպում են թշնամու երկու տանկին նահանջել։ Այսինքն մարդիկ թամեն հրաձիգներով տանկերի դեմ են կռիվարել։ Ու այդ ամեն ինչը հանձնվել է ուղղակի այդ հանցագործությունների թալանի հետքերը ծածկելու, Ադրբեջանից դրա դիմաց գումար ստանալու, մի խոսքով ռուս-թուրքական դաշինքի հետ երազանք իրականացնելու ստեղ մի համատեղ մեծագույն հանցագործություն է եղել։ Գրողներ Արցախցի է, բավականին տեղյակ ես ամեն ինչից, ես իրեն ճանաչում եմ շատ վաղուց։ Այսքանից հետո մանկամտությունը հույս ունել, թե շունը շանթատ կկողի, թե չէ գոնե երկուից ավելի կյանք խլած բենզինի պայթյունը մեղավորները կգտնվեին, կպատժվեին, ասում են։ Այս թեմայի խորքային հարցերին արժե անդրադառնալու կարիք չկա, ինչպես Շիրազն է ասում, մի խոսքով։ Ասում է, նրանք Հայաստանում այս պահին չունեն ոչ աշխատանքի, ոչ բնակարանի խնդիր, սա թալանչիների մասին։ Ինչպես նշում է Սամվել Շահնամանյանը, բնակվում են իրենց կողմից ձեռք բերված բնակարաններում։ Այժմ անդրադառնանք հենց Սամվել Շահնամանյանին։ Ինչպես եղավ, որ նույն 12 թվականին նշանակվեցիք դատական հատկատի տնօրեն։ Եվ ձեր տնօրինության օրոք դահկից անհետացան 1 միլիարդից ավել հարկադիր կատարման ենթակա ակտեր։ 1 միլիարդը դա 2.5 միլիոն է ժամանակ։ 2.5 միլիոն դոլար։ Հենց նույն տարում դուք ձեռք բերեցիք ձեր նշած համեստ բնակարանը Երևան քաղաքում։ Մի խոսքով երկարացնել ասում բան չկա, շատ բացահայտվելու ռեժիմը բացահայտվելու, այո, ռեժիմը փոխվելուց հետո։ Ես ասեմ ավելին, այն ինչ որ դեռ բացահայտվելու է, նույնիսկ ամենատեղյակներն են սարսափելու, թե ինչա եղել, որովհետև ես, որ բավականին էլի ինֆորմացիայի տիրապետող եմ եղել միշտ, էլի սենց բաներ կա, որ նույնիսկ ինչ-որ հնարավոր չի զարմացնել, ես դեռ զարմանում եմ։ Սա իրանցի իրական պատկերը, հրավիրել եմ, բայց լրագրողների, բայց բանը փակ է լրագրողների դիմաց իրանցի ճանապարհը, արդեն մենք 49 րոպե խոսում ենք, ես ուզում եմ ավելի կարևոր թեմաների անդրադառնալ։ Մեզ սահմանների վրա դեռ կրակում են խոզնավարի ուղղությամբ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտնում է ադրբեջանական կողմից հնարավոր կրակոցների մասին։
մարդիկ ստեղ են ու ասում են դրա համար էլ Ադրբեջանը Նիկոլից պահանջում է որ շուտ հանի ստեղից դրանց հանի Նիկոլեն ասում է դա պայմանագիր լավ ենք այդ ինները ստեղ ինչ կապ ունի ինչ նշանակություն ունի սրանք ասում են չէ պիտի մնան կարա անասում ձեր վրա կարակում են մենք արդեն սա մասին խոսացինք արագ գնանք Ամերիկա հետ գանք Բխոսկով Թրամփը որպես լավագույն հանճարեղ բան գործիք KGB-ի ինչա միջև ապանդում առանց ամաչելու որ պետքա Կիևը հրաժարվի Ուկրաինան հրաժարվի բանից Ղրիմից եւ այն տարածքներից որոնք Ռուսաստան ուզում է sense բան աշխարհային պատմության մեջ սա հանցագործություն է այսինքն եթե միջազգային դատարան ուզենա հենց այս արտարարության վրա ըստ օրենքի կդատի նաև հանցագործ կճանաչի նաև Թրամփին որտեղ միջազգային հարաբերություններում եթե մեկ անեքսիա է անում ինքը հանցագործ է եթե մի ուրիշ երկիր պահանջում է բանը կառավարության մակարդակի օգտագործում է դիվանագիտական հնարքներ կամ զենքով բանով օգնում է ագրեսորին որ ինքը տիրանա այդ գրավացի նա նույնպես համարվում է հանցագործ ես չեմ զարմանա որ մի օր միջազգային դատարանը վերցնի որոշի սպասյալ դե հերիքելա բոլ եղավ էլի ուրեմն Տրամփ դու Նետանյահու դու Պուտին դու Ալիև արիստեղել դու Էրդողան հələ կմտածենք գալիս ես թե չես գալի բայց այդ 4-ը հանցագործ է կուրեն ես չեմ զարմանա էլի բացարձակապես չեմ զարմանա ես մտածում եմ եթե մի օր Ուկրաինան ասած հոգնի հույսը կորցնի Թրամփից կարող դրան էլ հասնի իսկ եթե մեկ պետություն ունենանք անպայման Ալիևը այնտեղ կլինի միջև Թրամփին դեր հասնելը ամեն դեպքում Պուտինը շատ վախեցած է որ միջազգային դատարանը ամեն դեպքում չնայած Թրամփի ջանքերի կարող է իրան ձերբակալի եւ դա պատճառով Հռոմի պապու թաղմանը չի գնալու իսկ բանը կոնկրետ ուղարկել է գլորի ծոցը Զելենսկին Թրամփին եւ ամերիկյան ծրագիրը ուղիղ ուղարկել է գլորի ծոցը ինքը ուղարկի մի քիչ ուրիշ ենթատեքստով կարա գլորի ծոցն ուղարկի անես որ ամերիկան էստաբլիշմենտում հեղափոխություն ունի հենց հաջորդ օրը ու իրաց մոտ պետք է հեղափոխություն ունի ինքը դանով շատ կոգնի լուրջ եմ ասում անկեղծ եմ ասում ամերիկյան կառավարությանը ամերիկացիների կոգնի որ ամերիկացիները շուտ ազատվեն այս թույլիմացությունից սա այս հեքսեթը ինչ է ասում որ ինքը չի կիսվել իր բանով սիգնալում ունեցած այդ ինֆորմացիան նախ սիգնալում ինֆորմացիան է պետական գաղտնիքը որ ինքը չի կիսվել բանի հետ իր ընտանիքների անդամների հետ պատկերացնում եք ինչ բանա ինչ մակարդակի է հասել որակը կառավարման գաղտնիության ապահովման նախ որ ամեն ինչը քննարկվում է սիգնալում ու ինքը չի կարողանում արտանանել ինչի է սիգնալում այդ ամեն ինչը քննարկվում երբ որ կարող են լսել ու ինքը ասում է բա չէ ես ընտանիքի անդամների հետ չեմ կիսվել ես համառոտ եմ ուզում ներկայացնեմ որովհետև ես շատ եմ լսել հիասթափություն ասեմ դա բան չի էլի իրական խոսքը չի ինչ որ ես ուզում եմ ասել որովհետև շատ լուրջ է վերաբերվել ամերիկյան deep state-ին այդ շատ լուրջ է վերաբերվել է հիմա իմ ծիծաղը գալիս է իմ վերաբերմունքի մեջ որ ես sense բաները բացում իմ համար որ ես անհնարին էր թվում ժամանակի որ ես բան հնարավոր է լինի Թրամփը կարողացավ ապացուցել որ հնարավոր է լինի ես ասում օրը գալու է լավ կլինի որ շուտ գա որ սրանք բոլորը ուղղակի իրանք պիտի դատվեն որ կյանքում նման բան էլ չկրկնվի որ հաջորդ նախագահը որ գա ցանկացած մեկին որ նշանակի պաշտոնի արա սա անես բան չանի որ սա պատճառով իսկ դատեն ոչ միայն Թրամփիկն է դատվելու ապրանք ինքը ում նշանակել է բոլոր պաշտոնների կարևոր Ռուբիոից սկսած ում նշանակվել է այ իրանց պատճառով արժանի է որ Թրամփին դատեն համ դրանց դատեն համ Թրամփին որ դա կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների փրկությունները
Բան չեմ կարող ասել։ Ուկրաինացի կեսօր լացացել են, սատկացել են, մի հատ ամբողջ հրթիռային պահեստ Վլադիմիրի այն մարզում շատ խոսք ահամբոլ մեծ պահեստ ապետիկ 22-ին է եղել, որ կարդացի ինչքան բանա ու դետոնացիայից ինք անընդհատ պայթում է ու շրջի մի քանի կիլոմետր շարժելով ամեն ինչ էվակուացել են բնակչությանը։ Իսկ Տեսլայի կորուստները հասել է բան 71%։ Սա այսպես արձագանքում ամերիկացի միջին քաղաքացին է, հասարակական պարսավանք խնդրեմ։ Բայց ամենաաշխատող միջոցն է, ամենաարագ աշխատող միջոցն է 71%։ Դուք կարող եք ասել ինչ կմնա մի բիզնեսից, եթե նա 71% կորցնի։ Ոչ իմ պատկերացեք աշխատողների վիճակը, դրա մատակարարների վիճակը, սա համ մարքեթն ինքը շուկան է կորցնում, համ էլ մատակարարումը, որի տարիֆներն այնքան է բարձրացել 135% Չինաստանից, որ այդտեղ էլ պրոբլեմ ունի եւ ոչ միայն տեսնան, քանի որ դա բոլորի պրոբլեմն է, առանձնապես չեմ ասում, չեմ կենտրոնանում դրա վրա, էլ այդ տնտեսական մասը ահավոր է։ Ես չեմ ուզում ձեր բանը միտքը ծանրաբեռնեմ դրանով եւ ուզում եմ սանով եզրափակենք, որ սա հասարակական պարսավանքի ուղղակի պարս, շատ պարս ձեւ թվային արտահայտություն է։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Քասախցիներն են ճանապարհն են փակել։ Լսենք։ Անես շանեն, որ ճանապարհ փակելով է այդ իշխանությունները ռադելն են։ Քասախի ու Պրոշյանի բնակիչները նորից Երևան աշտարակ մայրուղի են դուրս եկել։ Առավոտից մի քանի ժամով փակել այն։ Երևանին կպած այս երկու համայնքները սպասարկող մայրաքաղաքային 25 եւ 59 համարյա ավտոբուսներին պիտի փոխարինեն 3 տարի առաջ մրցույթում հաղթած մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Ընկերությունը Ծառուկյանի ընտանիքին է պատկանում եւ մրցույթի միակ մասնակիցն է եղել։ Թողել անփոփոխ այն ամենը, որ հիմա կա եւ անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա, եւ հաշվի առնել համայնքի շահերը։ Այս ամսվա սկզբից բնակիչներին լսել են թե կառավարությունում, թե մարզպետարանում։ Սկզբնական պայմաններից նահանջ եղել է, օրինակ Պրոշյան-Երևան 250 դրամ պիտի լիներ միկրոավտոբուսի վճարը, 200 են դարձրել, Քասախ-Երևանը 200-ից 150։ Սա չի բավարարել, ոչ մեկին պահանջում են մայրաքաղաքային տրանսպորտը թող նույն պայմաններով մտնի իրենց համայնքներ։ Մեր պահանջն է, որ մեր տրանսպորտը դուրս չգա։ Ով ուզում է ներս գա, թող գա, մենք ոչ մեկին դեմ չենք, բայց թող մեր տրանսպորտը դուրս չգա մեր համայնքից։ Մեր ժողովրդի պահանջը դա, որովհետև ժողովուրդը միասնական տոմսային համակարգից է օգտվում, որ մի քիչ էժան լինի այդ գնալ գալը։ Հիմա այդ ավելորդ շատ մեծ բեռ է ժողովրդի ուսերին։ Առանց այդ էլ ժողովուրդը ֆինանսապես ահավոր վատ վիճակա գիտեք այդ ամեն ինչի մասին։ Մենք զուտ պահանջում ենք, որ մեր տրանսպորտը բարձրանա մինչև մեր պոստայի դիմաց, չենք էլ ասում, որ մտնի գյուղ պտտվի, ոնց որ այն վաղտ է եղել։ Տարածքային կառավարման նախարարությունում բնակիչներին ասել են մայրաքաղաքային ավտոբուսները կարող են մոտենալ մինչև Մայրուղի, գյուղ մտնել օրենքն արգելում է։ Քասախցի Դավիթ Բոյաջյանն էլ տարակուսում է շուրջ 20 տարի օրենքի մասին հիշող չի եղել։ Նման օրենք չկա, ոստե։ Միշտ մտել է ավտոբուսը գյուղերը, որ ճանապարհին չի շացնելու մարդին։ 2-3 կիլոմետր է մինչև ճանապարհից գյուղ։ Մտել են։ Այդ ինչ օրենք եք ընդունել։ Այդ ինչ օրենքին եք հրում։ Դուք օրենքից ընդհանրապես խոսելու իրավունք չունեք։ Դուք օրենքից դուրս գտնվող երևույթներ եք։ Չասեմ էական կամ մարդիկ, դուք մարդ չեք։ Դուք օրենքից դուրս գտնվող ինչ որ բաներ եք։ Դուք ո՞ս կարող օրենքի հղում անել։ Ինչ օրենքի եք դուք հղում անում։ Այսքան ժողովուրդը այդ մեծ մարդիկ երեխեքը, որ իրանց գիծը կազմակերպել են, իրանց կյանքը, իրանց աշխատանքը, ուսումը կազմակերպել են, ըստ էս հիմիկա երթուղու։ Հիմա սոցիալական բեռը շատ մեծ ծանրանում է ժողովրդի վրա, իրանք էլ դրա լուծումը չունեն, իրանք ասում են էտա։ Մենք մեղավոր չենք, որ ձեզ ժողովրդի ձեռը փող չկա։ Իրանք այդպես պատասխան են տալիս մեզ։
Քասախի տրանսպորտն օրինակ Աջափնյակ Մալաթիայով Արգավանդ էր հասնում։ Մարդիկ սովորել են արդեն հիմա այս նոր միկրոավտոբուսների վերջին կանգառը ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկն է լինելու, նաև Քասախի համար։ Ամեն օր նույն ժամին այս երկու գյուղերից 1000-ից ավելի ուսանող կուտակվելու է այդ խաչմերուկում ու ոնց դասի հասնեն, հարցնում են քասախցիներն ու պրոշյանցիները, էլ չասած, որ խոսքը փոքրիկ 18 տեղանոց միկրոավտոբուսների մասին է։ Առաջվային գազելների նման, որ ամեն մեկը մեկի կնոջը հետևին դոշի կպնեն, մեկն նեղանա, դզվելն է նորմալը խեն քանդում, ինչ եմ արը քանդում, պետք է քանդեն ամպեն։ Այո, եղբայր ջան, պետք է քանդեն ամպեն, ու իրանց գործն է դա։ Իրանց գործն է, մի բան են կարողացել այսքան ժամանակ արդյունավետ անեն, դա քանդելն է։ Քանդել պայթացնել ունակ բաների շենքերը, քանդել արմատախիլ անել Հայաստանի ծառերը, հա, քանդել պետականությունը, քանդել բանակը, քանդել ինստիտուտները պետական, քանդել միջազգային հարաբերությունները, քանդել ընդհանրապես ամեն ինչ։ Միակ բանը, որ սան կարողացել են անել արդյունավետ, դա քանդելն է եղել։ Իրենք չեն եկել կառուցելու, ընդ որում քանդելը շատ նպատակադրված ու կազմակերպված ու միանգամից հենց առաջին օրվանից։ Մինչև մեզ զարմացած եմ, ես հիմա գիտեմ պատասխանը, բայց այս առաջին օրերին զարմացած եմ, թե ինչ արագ նշանակվեցին բոլոր նախարարները, որովհետև կարծես թե հենց նեղ դրած էին դրանք։ Ու ասեմ, այդ նախարարներից մենք ոչ մեկին չգիտենք, ով է մխիթարը, ով է դդումը, հա, ով է մնացածը, ովքեր են դրանք։ Ոչ մեկին չգիտենք մենք, մոտես կենթանի կա ընդհանրապես բնության մեջ, հա։ Երկու հոգի եմ ճանաչում, որ ամենախայտարակներին Օսիպյանը դրեցին ոստիկանապետը Օսիպյանը, որ հայ երիտասարդներին էր ջարդում բանակի կողքի լինելու համար, զոհված մայրերի ծնողների մազերից բռնած քաշեր տալի։ Օսիպյանը ասֆալտի կռիս Օսիպյանը, ամենակեղտոտ գործերը իրավացած Օսիպյանը, հա։ Մեկ էլ բանը ԱԱԾ պետը, որ քաղաքի պետը դարձավ, այսինքն Սերժիկի քաղաքի ԱԱԾ դարձավ բանը հանրապետության ԱԱԾ պետ։ Մնացածը ասես քայլառածներ էին նախորոք պատրաստված ու միջև հիմա իրանք նույն դեմքով նույն տեղերում կանգնած են։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ հիշեմ Մխիթար Սպարապետ ֆիլմի վերջին հատվածը, ավելի վերջին հատվածը չէ, մոտավորապես վերջը, երբ բոլորը քննարկում էին ինչպես դիմագրավել թուրքերին եւ նրանց գրոհը ինչպես դիմավորել, պաշտպանվել, չպաշտպանվել, բիզնեսմենները այն ժամանակվա խորհուրդ էին տալի հանձնվել, բանակցել։ Մինչդեռ զինվորականները ասում են ինչի դիմաց բանակցես, հայրենիքի արժանապատվության, ինչի, բիզնեսի, փողի, հողերի, պատմությանը, ինչի վրա ես ուզում բանակցել, հա։ Եվ այդ բիզնեսմենները, այդ բղինձ արդին կոչվածները ասում են դե պաշտպանվելու փող չկա ախր։ Էլի բան էին անում, տանում էին դեպի փողի կողմ։ Մինչդեռ կանայք, մասնավորապես Մխիթար Սպարապետի կինը ասեց փող կա, կճարենք փող։ Եվ ինչ չուներ իր զարդարանքները հանեց, տվեց եւ բոլոր երևելի կանայք հանեցին իրենց զարդերը տվեցին եւ խոստացան, որ կայցելեն գյուղ առ գյուղ հանգանակություն կանեն բանակը զինելու համար։ Ամեն ինչ կանեն, որովհետեւ չկա ավելի մեծ զարդարանք, քան ազատ հայրենիքը։ Իսկ մինչդեռ այսօրվա պարամետրներով վերցած, հա, այն ինչ որ կոչվում է տիկին, ես չգիտեմ տիկին է, դե տիկին չի, ինքը ոչ միայն փող չի հավաքում բանակի համար, այլ ճակերտավոր հաջողակ տղամարդկանց հավաքում, ասում դուք ինձ փող պետք տաք, դուք ինձ պիտի պահեք, ինչ բանակ, ինչ պաշտպանվել, մենք կհանձնվենք, բայց դուք դեռ ինձ պիտի փող տաք։ Այսպես մտածողներին պատմությունը լավ դասեր ունի, մասնավորապես հենց Մխիթար Սպարապետի օրինակն է, եւ բազմացիվ են նման դասերը, որ չի եղել դեռ դեպք, որ հանձնվողը կյանքի արժանացած լինի, որ բանակցողը բան ստանա, որ ուրացողը պատվի արժանանա, ինչեմ ասեմ կյանք շնորհվի նրան, նման բան չի եղել։ Ես չեմ կարծում երբևէ լինի էլ, մասնավորապես երբ որ դու գործ ունես Թուրքիայի հետ, այլ ոչ թե ասենք Ֆրանսիացու հետ, որ դու նստել ես բանակցելու, հա, դրանք ուրիշ որակներ են։ Սա կարող է դաս լինել, բայց միայն բանական մարդկանց համար։ Հուսով եմ թողեք իշխանությունը մի կողմ, երբեք դասեր չեն սովորել, որտեղ իրանց չեն բերել, որ իրանք դաս սովորեն, հա։
Բայց մենք մնացածներս կարող ենք ուղղակի նայել պատմությանը եւ ասել ապրել ենք այն ժամանակ միայն եւ ողջ ենք մնացել միայն այն ժամանակ եւ զինված ենք եղել եւ որոշել ենք պայքարել ոչ միայն պարագայում այլ չի կարողացել ապրել ոչ մի հենց որ հասկանանք ես որ մենք որոշումը կայացնենք միանգամից ճանապարհներն ու հնարավորությունները կբացվի իսկ դեռ քանի դեռ կամուկացի մեջ ենք կամ սպասում ենք որ մեր փոխարեն կառավարություն կոչվածը դա պետք է անի կամ այլ երկիր դա պետք է անի վախենում եմ իրոք շատ սպասենք եւ նույնիսկ պահագա երբ որ սպասելու բաներ չլինի բանից անցած լինի չկա այլ տարբերակ քան դիմադրությունն չկա այլ տարբերակ քան զինված դիմադրությունն է մեր բանալը այսօր համար այսքան լավ մնացեք